մի անգամ փոքրիկ տղայի ուժային կարողությունները նկատում է ըմբշամարտի փորձառու վարպետ Արամ Սարգսյանը։ 13-ամյա մարմնամարզիկը դեռ չէր էլ տարբերում ըմբշամարտի ոճերը, երբ առաջին անգամ ոտք դրեց մարզադահլիճ։ Շատ մրցակիցներ խուսափեցին հանդիպել նրան գորգում, իր քաշային կարգում նա լավագույնն էր։ Մարզիկ, ով արդեն 24 տարեկանում հասցրեց դառնալ Եվրոպայի, աշխարհի ու օլիմպիական խաղերի չեմպիոն։ Լևոն Ջուլֆալակյան։ Ողջույն, այսօր մեր տաղավարում է հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ եւ այսօր պարզապես հոբելը Լևոն Ջուլֆալակյանը։ Բարև ձեզ, համեցեք։ Պարոն Ջուլֆալակյան, ես կարող եի ավելի երկար ձեզ ներկայացնել, բայց այս պահին ուզում եմ շնորհավորել ծննդյան տոնի առթիվ եւ միանգամից առաջին հարցը սիրում եք ձեր ծննդյան օրերը։ Ճիշտ ասած ոչ։ Ինչու։ Դե լավ է որ ծնվել եմ, ուրախ եմ որ ծնվել եմ, որովհետև կյանքը հետաքրքիր է։ Հետաքրքիր է ամեն օրը, բայց երբ որ հասկանում ես, որ ամեն մի օրը ասում եք քո կյանքի տարիներից եւ ամեն դեպքում ամեն մի տարի ծերանում ես, հիշելով որ նորից մոտեցավ ծննդյան օրը, նորից մի տարի ծերանում ես, ինձ համար մի քիչ տհաճ է, ես միշտ սիրել եմ լինել երիտասարդ, մնում եմ երիտասարդ անկախ տարիքից եւ կփորձեմ մնալ երիտասարդ անկախ նորից տարիքից։ Ձեր հաղթանակները, կոչումները այնպիսի քանակ են, որ եթե սկսենք թվարկել, ժամանակ է պահանջում։ Մեր ժամանակը սուղ է։ Ուստի այդ ամենը, այսպես ասած, թողնելով անցյալով հարցնեմ, իսկ այսօր ինչ նպատակներ, ինչ ձգտումներ ունի աշխարհի չեմպիոնը։ Նպատակները շատ են, ձգտումներն են շատ։ Ամեն օր ես, երբ որ արտանում եմ, մտածում եմ մի լավ գործ անել, օգտակար լինել իմ ընտանիքին, իմ ժողովրդին։ Կարող եմ ասել երջանիկ անձնավորություն եմ։ Ունեմ շատ լավ ընտանիք, իմ երեխաները շատ լավն են եւ արդեն ունեմ թորնիկ, որը ինձ շատ է ուրախացնում, ոնց որ նոր երիտասարդություն, երևի բարձ ասած, երբ որ տղաներ ունեի, նոր ծնվեցին, իմ տղաները, դեռ այդ փոքրիկ բալիկի սերը, ինչ-որ ջերմությունը չէի կարող ես հասկանալ եւ ժամանակը չէր ներում, իմ էլ ժամանակը չի ներում, բայց ավելի շատ կապնվում ես թորնիկի հետ, քան քո զավակների հետ։ Միասին եք ապրում։ Չէ, միասին չենք, բայց շատ հաճախակ ենք հանդիպում։ Պարոն Ջուլֆալակյան, ձեր հաղթանակներին այսօր նույն ոգևորվածությամբ եւ նույն հպարտությամբ եք նայում, թե տարիներ անց այլ է վերաբերմունքը։ Գիտեք, հիմի ասենք այդ հաղթանակները կան պատմության մեջ եւ կմնան, ինձ համար հաճելի է, ինչ որ պահի տակ ստացվում է ցույց են տալիս հեռուստատեսությամբ կամ տարբեր առիթներով հյուրեր են լինում, ուզում են նայել։ Ամեն դեպքում, երբ որ նայում եմ նորից հիշողություններ, նորից ոգևորություն, բայց ավելի շատ հիմի ուրախանում եմ իմ հավաքականի մարզիկների հաջողությամբ, ասենք ոչ թե ավելի շատ, երևի ամեն մեկի հաղթանակը դա արդեն իմ հաղթանակն է, այն ժամանակ եթե հաղթում էի կոնկրետ ես էի հաղթում, հիմի իմ հավաքականի մարզիկները ամեն մեկի հաղթանակը, դա պատկերացրեք ինչքան շատ հաղթանակներ է լինում եւ ես շատ նորից կարող եմ ասել ուրախ եմ, երջանիկ եմ, որ կարողանում եմ մեր հանրապետությանը, մեր հասարակությանը, մեր երկրպագուներին ինչ-որ տեղ, ինչ-որ բաղ ուրախացնել, որովհետև ես հաստատ համոզված եմ, երբ որ վերադառնում ենք հաղթանակներով, ամբողջ մեր ազգը, մեր ամբողջ ժողովուրդը շատ ուրախ է դիմավորում եւ ինչ-որ տեղ իրենց հոգսերից ազատվում են։ Ճիշտ է, որ ասում են, լսել ենք, որ բակային խաղերում միշտ հաղթողը դուք եք եղել։
Խաղային ձևերում ես մի քիչ ավելի շատ իմ բնավորությամբ ասենք մի քիչ կոպիտ եմ եղել, ավելի շատ ես մենամարտային ձևերում եմ ավելի հաղթող եղել։ Փոքր ժամանակ, երբ որ Բաքում խաղացել եք։ Խաղերից հետո միշտ կազմակերպվել է բագային պարզ ասած գոտեմարտեր։ Տարբեր թաղերից գալիս էին խաղում, մենք ֆուտբոլ ենք խաղում, ֆուտբոլից հետո կազմակերպվում էր խոդերի վրա գոտեմարտեր։ Սկիզբներ էլի դա։ Այո։ Միշտ բոլոր խաղերից հետո ստացվել է տարբեր թաղերի հետ ֆուտբոլ ենք խաղում եւ խաղից հետո միշտ գոտեմարտում ենք։ Այն որ հաղթում էիք, ասենք ուժ ունեիք, թե պարզապես դուք պարտվել չեք սիրում։ Դե բնականաբար ես ընդհանրապես պարտվել չեմ սիրում, բայց որ բնականից իրոք եւ առողջ եմ եղել եւ ուժեղ եմ եղել եւ տվյալներով տաղանդավոր դա ասված տվել է ինձ։ Ես շատ շնորհակալ եմ բնությունից, Աստծուց, որ ինչ որտեղ այդ ամեն ինչը իմ մոտ հիմք եղել է։ Դրա վրա հետո կառուցվել է ավելի պրոֆեսիոնալ սպորտը։ Այդ բակային խաղերը, ինչպես նաև ձեր ամբողջ մանկությունը անցել է Գյումրիում, այսօր ապրում եք Երևանում։ Այդ հոգևոր կապը միշտ կա, հա, Գյումրու հետ։ Դե բնականաբար ոնց կարող է մարդ, ասենք, մոռանա իրեն ծննդավայրը եւ բոլոր ժամանակներում իմ հարազատությունը եղել է եւ Երևանում եւ Գյումրիում, ասենք մաս-մաս, միշտ էլ կապ եղել է Երևանի հետ, բայց միջև հիմա էլ Գյումրիում նորից մնում են իմ հարազատությունն մի մասը եւ մի մասն էլ Երևանում են։ Ինձ որ ես միշտ սիրել եմ Գյումրին, սիրում եմ եւ կսիրեմ, չեմ կարող մոռանալ իմ մանկությունը, իմ ծննդավայրը։ Ձեր քաղաքը Գյումրին է։ Իմ քաղաքը Հայաստանի Հանրապետությունն է։ Կարծում եմ, որ հենց ձեր համակարգացիները ձեր ամենաջերմ երկրպագուները պետք է լինեն։ Այո։ Ընդհանրապես չեմ կասկածում, որովհետև իրոք միշտ սիրով եմ մեկնում Գյումրի, ցավով եմ վերադառնում Գյումրիից, բայց հաստատ համոզված եմ, որ իմ համակարգիչները ինձ միշտ հիշում են, միշտ սիրում են եւ ես նորից եմ կրկնում հբարդեմ, որ ես գյումրեցի եմ։ Այ հիմա լսենք ձեր համակարգացիներին։ Չեմպիոն է։ Նա ուժեղագույն ազնվորություն է։ Օլիմպիական չեմպիոն իմ համակարգացին է։ Հպարտանում եմ, որ աշխարհի ամենաուժեղագույն մարդը գյումրեցի է։ Իմ համադասարանցու հայրը օլիմպիական չեմպիոն է։ Լևոն Ջուրֆալակյանն է իմ համակարգացին։ Ես ամենաուժեղ տեղու եղբայրն եմ, գյումրեցի։ Ստեղ կային կպարաբեին, խաղեր ունեին խաղայինգը։ Մի անգամ գնացինք բան Լևոնիս հետ ու ես հետը բարբա եկեմնում։ Ավտոբուսը ուրեմն որ անցներ տեսա որ ես ճանով բանս երեխոյից բարբա եկեմնում։ Չկային ավսաղի ճանուսին հլե ոջո մարտումնա երեխոյից բանը բարբա եկebe չդեսին չարչիդին որ ինչ տեղա պնտարն էլի։ Վերջը մի 10 րոպե կաբան, ընձիմբես զարգեց ռիսկականից, միչքի վակեժում մնացի։ Խաղում էր, պարաբում էր շատ մեծ կալոսը թրել էր ինքը, մեծ են չակուժները կան, այդ չակուժներով խպում էր, պարաբում էր, բոլորը հբարդանում էին, մտածելով, որ իրոք ինքը կդառնա աշխարհի չեմպիոն։ Ես կամերային 250 անգամ ես ծանր կվալտով խփենք 250-ից 3 անգամ։ Ու չգյարով էր, ինչ էներ սազերգը, ինչ սորվծներ էդորի կեներ ինքը։ Լավ հեծանիվ կքշեր, լավ բանը սպորտով պարաբել է, լիժա է պարաբել, բանը գիմնաստիկա է պարաբել։ Այստեղ ապրում էին Լևոնայի ընտանիքը։ Մինչև տեղափոխվել է Երևան, տեղ էին ապրում։ Ասպես թողել են ու գնացել։
ննջարաններ ստեղ Արսենը բանը Արամիկը մեծացել են ստեղ Արսենն ու Արամն են ստեղ մեծացել, մինչև որ դպրոցն ավարտեցին, հետո գնացին։ Արդեն Լևոնենք է տեղափոխվեցին, մեր տան շուքը տեղափոխվեց Երևան։ Եթե մարդկային առումով օլիմպիական մեդալ լիներ, ես մեծ սիրով իրեն կնվիրեի այդ ինքը արժանի է այդ պարգևին։ Շատ հետաքրքիր է, շատ հաճելի։ Ինչ ասեմ, դժվար է արտահայտվել։ Գնանք կրկին մանկություն 4 տարի մարմնամարզությունից հետո հայտնվեցիք ըմբշամարտում եւ կարծես թե ձեզ այնտեղ տարավ ուղղորդեց ձեր մարզիչը, հա? Արամ Սարգսյանը։ Ինչպես ծնողները եւ ձեր մայրը, մամաներն են, չէ՞, միշտ ավելի անհանգիստ լինում, ընդունեցին այդ որոշումը։ Գիտեք, հիմնականում ոնց ստացվեց, դե ես գիմնաստիկայում նորմալ, ասենք, մարզիկ էի, բայց իմ կարծիքով չէի հասնի մեծ արդյունքների եւ ուրախություն ինձ եւ բոլորին երևի իմ գիմնաստիկայի մարզիչը խորհուրդ տվեց, որ զբաղվեմ մշամարտով։ Դե իրոք փոքրուց սիրել եմ այդ մարզաձևը, բայց ինչ-ինչ պատճառներով հիմնական պատճառը ինչու՞մն է եղել, որ սկսել եմ զբաղվել մարմնամարզությամբ, իմ մայրը շատ լավ մարմնամարզուհի է եղել եւ դրել եմ այդ ճանապարհը, բայց ընթացքում ես հասկանում էի, որ ինչ-որ դժվար է ինձ համար։ Եվ նորից եմ կրկնում, իմ մարմնամարզության մարզիչը արդեն նախապես պայմանավորվածություն ունենալով բարոն Սարգսյանի իմ մարզիչ ընկեր ոնց որ ասել եմ, ես միշտ ու ասում եմ, միասին եկան Դալիճ եւ ինձ առաջարկեցին տեղափոխվել մշամարտի մարզումների եւ մարզվել մշամարտով։ Եվ դա շատ արագ ստացվեց, բայց բարձ ասած առաջիկա ամիսը տանը ոչ մեկը չգիտեին, որովհետեւ ես գիտեի, որ մայրս ցավագին են տունելու այդ ամեն ինչը։ Իսկ հայրս երբ որ իմացել էր արդեն իմ մարզիչներից, ինքը ասեց տղա ջան, եթե սիրում ես մշամարտ, իրոք իսկական տղամարդու մարզաձև է, ես էլ շատ ուրախ եմ եւ ընդունում եմ քո որոշումը։ Եվ ժամանակն էլ ապացուցեց, որ ընտրությունը ճիշտ էր, մշամարտը ձեր տարերքն էր, որովհետև ընդամենը 3 ամիս անց դուք դարձաք համամիութենական մրցաշարի հաղթող։ Բայց ինչու ընտրեցիք հենց հունա-հռոմեական ոճը։ Գիտեք, այդ ժամանակ կարելի ասել, ես խորապես չէի պատկերացնում դա որ ոճն է, բայց կարող եմ ասել, որ մեր բագում հենց մշամարտի դալիճներ ես այն առանց անկախ նրանից, որ ես հաջախում էի մարմնամարզության մարզումների, ամբողջ օր այդ դալիճում էի ես եւ առանց մարզվելու մշամարտով ես ամբողջ օրը գոտեմարդում էի տարբեր միշների հետ, բայց առայժմ առանց ոճի։ Առանց ոճի, հա։ Բայց ստացվեց, որ իմ մարզիչը Արամ Սարգսյանը, որը ինձ արդեն հրավիրեց մարզվելու, ինքը հունարոմեական ոճի մարզիչ էր եւ ինձ համար այդ ժամանակ բացարձակ ես չէի զգում կա տարբերություն, թե չէ, դե բնական է արդեն որոշ մարզվելուց հետո ես զգացի, որ տարբեր մարզաձևեր են, այսինքն տարբերացելով նույնն է, բայց մի քիչ օրենքներն են տարբերվում։ Բայց ես շատ սիրով եմ հաջախել եւ ինձ համար տարբերություն չի եղել, որ եթե հանգարց ազատ ոճով զբաղվեի ինչ կներ։ Չեք մտածել, հա, որ եթե զղջում գիտեք, հիմնականում ինչումն էր, հարցը մշամարտը ինձ շատ հեշտ էր տրվում, ես ցանկացած ոճով էլ լավ կարող էի գոտեմարդել, որովհետեւ մարզվելով ես հունարոմեական ոճով շատ հաճախ ազատ ոճային ըմբիշների հետ գոտեմարդում էի եւ միշտ լավ էր ստացվում։ Ձեզ ճանաչողները ասում են, որ դուք շատ պարտաճանաչ եք եւ աշխատասեր։ Միշտ եք այդպեսին է եղել, թե սպորտը դարձրեց ձեզ այդպեսինը։ Երևի փոքրուց իմ դաստիարակությունը այդ կարգի է եղել, բայց սպորտը ինչ խոսք անհամեմատ շատ դրական եւ դաստիարակչական
աշխատանք է տարվում սպորտում, դա իմ կարծիքով բոլորի վրա է լուրջ ազդեցություն կունենա, իմ վրա անհամեմատ մեծ ազդեցություն է ունեցել, իրոք ես շատ պատասխանատու եմ առաջին հերթին պահանջկոտ եմ իմ հանդեպ եւ բնականաբար պահանջկոտ եմ բոլորից, ովքեր որ պետք է իմ մոտ մարզվեն, պետք է հավաքականում լինեն, որտեղ առանց ասենք բարդաճանաչ լինելու, կարգապահ լինելու խոսքով անկանոն մարզիկը չի կարող մեծ արդյունքների հասնել։ Եկեք մեր զրույցը ընդմիջենք մեր լրագրողի պատրաստած տեսանյութով։ Լևոնը ժիր, աշխուժ, չար երեխա էր։ Հայրս ձեռքը բռնած միշտ տանում էր սպորտի, նստում էր, մինչև ինքը դուրս գա։ Նույնիսկ մրցումների ժամանակ, որտեղ հնարավոր էր, նույնիսկ Թբիլիսի, Բաքու, Երևան միասին գալիս էին։ Շատ ու շատ իրեին մեր հանդեպ, շատ։ Օրական 3 անգամ պարապմունքի էր գնում, շատ լավ էր պարապում։ Տուն գալուց, եթե շորը քամեիր, ջուր էր։ Երևի կես բաժակից ավել ջուր դուրս կկար։ Ուրեմն մի անգամ ջրոցի էին խաղում, մեր թաղի երեխաների հետ միասին, ես չէի խաղում։ Ես մեր փագում գիշկ էի գարտում։ Ինքը ուզեց, որ ես էլ խաղամ, ստիպեց, ես չհամաձայնվեցի։ Հետո ինքը բարձրացավ մեր կդուրը ու մի դույլ ջուր լցրեց ուղիղ իմ գլխին։ Լրիվ թրջվեցի ես, գիշկը, ես էլ շատ ջղայնացա ու իրա նոր աշտուգած տաբատը ինքն էր աշտուգել, տարա մծրեցի ջրի մեջ ու ամբողջովին ճմրտեցի։ Իրոք իմ պատանեական տարիները շատ անհամեմատ չար եմ եղել, ի տարբերությունից իմ քույրը շատ համեստ, շատ խելոք, ամբողջ կյանքն իմ քույրը շատ համեստ եւ քույրս ավելի շատ ուսմաններ տեղ տալիս, դե ես էլ եմ ուսումից չեմ խուսափել, բայց քույրս ամբողջ օրը կարդում էր, սովորում էր, մի խոսքով ես էլ անհամեմատ ակտիվ, աշխուժ, չարաճճի, ոնց որ ասած, քույրս շատ անհանգիստ էի փոքր ժամանակ։ Վերադառնալով ըմբշամարտին, շատ են եղել դեպքեր, երբ ունեցել եք վնասվածք, ունեցել եք ցավեր, բայց միևնույն է, դա չի ազդել արդյունքի վրա։ Մի օրինակ հենց 85 թվականի, հա, օրինակը, երբ եթե չեմ սխալվում, ողի վնասվածքով, ջարդված ողով, հա, դարձել եք աշխարհի գավաթակիր, հա։ Ինչ է դա նշանակում, կամքի ուժ, սպորտի հանդեպ նվիրվածություն։ Մեծ սպորտում կարող եմ ասել հնարավոր չի առանց վնասվածքների, դա ցավոք միշտ հետապնդում է մարզիկին վնասվածքները, եթե դու չսովորես հաղթարել, բնականաբար դրա համար հարկավոր է մեծ կամային հատկանիշներ, պետք է հաղթես քեզ, որ հաղթես հակառակորդիդ։ Երբ որ մեծ սպորտում ես գտնվում, քեզ համար ամենակարևորը հաղթելն է, իմ կարծիքով։ Իմ բaragայում այդ կարգի եղել։ Ոչ վնասվածք է, դուք մի օրինակ բերեցիք, բայց երևի իմ մարմնի բոլոր հատվածները վնասվածքներ ստացել են։ Ես հասկանում եմ, երբ դու մարզական վիճակում ես, երբ այդ ընթացքի մեջ ես, կարող ես ցավը դիմանալ կամ նույնիսկ անտեսել։ Իսկ սովորական այ հիմա կյանքում, այ ցավի նկատմամբ ձեր ընկալումը, ինչպես եք ընկալում ցավը։ Դիմանում եք թե։ Չէ, դիմացկուն եմ ես ու աշխատում եմ, երբ որ ինչ-որ մի բան անհանգստացնում է ինձ, ոչ մեկը չիմանա եւ ավելի ես ինձ հաղթարում եմ այդ բոլոր ինչ-որ խանգարող բաները։ Այսինքն այդ առումով մարզական վիճակում եք։ Լավ։ Ամեն մեկի կյանքում գալիս է մի պահ, երբ վերջակետ դնելու խնդիր է գալիս։ Ձեզ համար դա արտահայտվեց նրանով, որ մի օր զգացիք, որ այլևս ռինգ մտնել չեք կարող, չեք ուզում։ Ինչ էր դա։
Շատ դժվար է հեռանալ մեծ սպորտից։ Դա ինձ մի մոտ 29 տարեկան հասակում ես զգացի, որ ինչ որտեղ արդեն թվում է թե ամեն ինչ կա, բայց կարելի ասել ներվային լարվածությունը, հոգնածությունը արդեն տեղիք են տալիս։ Իսկ պարդվել, եթե չես սիրում, չի կարելի շարունակել։ Դրա համար մեծ սպորտը ավելի շատ սիրում է երիտասարդություն։ Հեռանալուց հետո ակին տարիներ երևի առաջիկա մի 3, 4, 5 տարի չեմ կարող կոնկրետ ասել, շատ հաճախակի երազում նորից գոտե մարդում է, նորից մրցումներ էի մասնակցում, ինչ որտեղ կշերք, մի խոսքով ամեն ինչ վերաբերում էր ըմբշամարտին, շատ ցավագին ստացվեց ինձ մոտ, ոնց որ թե ուզում էի անընդհատ վերադառնալ։ Եվ դրանից երևի թե 2 տարի հետո արդեն սկսեցիք մարզել մեր հավաքականը, հա? Ես 95-ից սկսեցի մարզվել, որ մասնակցեմ 96 թվի օլիմպիական խաղերին, բայց 96 թվականի թիմին արդեն թիմի հետ Արամ Սարգսյանի հետ միասին մենք հավաքականը պատրաստել ենք օլիմպիական խաղերին եւ որտեղից վերադարձել ենք ոսկե մեդալով Ատլանտայի օլիմպիական խաղերից։ Երևի թե երբ սկսեցիք զբաղվել մարզչական գործունեությամբ, այդ ցանկությունը ռինգ մտնելու ավելի պակաս էր, չէ, որովհետեւ ձեր սաներն էին դա անում։ Այ չի ասի դա, որովհետեւ այդ ժամանակ դեռ անհամեմատ ինձ ավելի ուժեղ եւ պատրաստ էի զգում եւ այդ կարգի էլ կար շատ երիտասարդ ըմբիշների անընդհատ ես տարբեր հնարքներով իրենց եւ ցույց էի տալիս եւ ինչ որտեղ կարելի ասել պատժում էի իրենց, որ հասկանան, որ դեռ շատ աշխատելու տեղ ունեն։ Ամեն դեպքում շատ հաղթանակներ ու շատ շուտ հաղթանակներ ունեցավ մեր հավաքականը, այն բանից հետո երբ դուք սկսեցիք մարզել, նրանց ինչ նպատակներ ունեն մերոնք այսօր։ Դուք լավ նշեցիք, որ իրոք արդեն 17 տարի գլխավորում եմ ազգային հավաքականը եւ ամեն տարի մեր մոտ մեդալների թիվը եւ որակը ավելացել է։ Կարելի ասել ամբողջ աշխարհում մեր հավաքականը ճանաչվում է որպես լավագույն հավաքականներից մեկը։ Ինչ որ մնում է առաջիկայում օլիմպիական խաղերն է Ռիո դե Ժանեյրոյում եւ մեր ամբողջ Հայաստանի գլխավոր նպատակը, որ մենք ոսկե մեդալներով վերադառնանք, իսկ ես համոզված եմ, որ մեր հավաքականը լիարժեք ունի այդ հնարավորությունը, մնում է լավ պատրաստվել, ճիշտ պատրաստվել եւ կարողանանք իրոք ուրախացնել մեր ժողովրդին, մեր ազգին, մեր ոսկե մեդալներով։ Ձեր զավակները Արսենն ու Արամը նույնպես ըմբշամարտիկներ են եւ դուք նրանց մարզիչն եք։ Հիմա հայր որդի եւ մարզիկ եւ մարզիչ։ Այս երկու եւ ինչ որտեղ մի քիչ կարծես իրարամեջ, չէ, տարածքները ինչպես եք համատեղում։ Գիտեք, իմ երկու որդիներն էլ մեծացել են ԽՍՀՄ հավաքականի հետ, ասենք այն վատ տարիներին 88-ի երկրաշարժից հետո ես իմ որդիներին իմ ընտանիքով միշտ տարել եմ ինձ հետ հավաքների։ Կարելի ասել իրենք մեծացել են բշամարտի հավաքականի մեջ, ԽՍՀՄ, անկախ ամեն ինչից իրենք սիրել են այդ մարզաձևը, իրենք իրենց ցանկությունով են ընտրել մարզաձևը։ Ինչ որ մնում է ներկա իրավիճակում, իրականությունում, մենք մարզումների ժամանակ լիարժեք մարզիչ-մարզիկ հարաբերություններ է, խիստ են դիմում, բնականաբար, Պարոն Ջուլֆալակյան։ Իսկ տանը բնականաբար հայր եւ որդիներ։ Իսկ տանը խիստ եք կրկին։ Դե տանը ամեն դեպքում իրենք զգում են, որ դե իրենք էլ կարգ ու կանոնը ամեն ինչ պահում են որպես սպորտսմեն, ուշանալու դեպքում եթե ինչ որ առիթ լինի, հաստատ պետք է մայրիկին զանգեն, տեղակ պահեն, մայրն է ինձ է փոխանցում, բայց դա շատ հազվագյուտ է լինում։ Ես մի սենտիմենտալ հարց տամ։ Մարզումների ժամանակ հանկարծ ինչ որ սխալ կամ ինչ որ բան ձեր որդին շատ անհաջող վայրեջք եւ զգում եք, որ ինքը ահավոր ցավ է զգում այդ պահին։
մարզիկը եւ հայրը ինչ զգացողություններ են։ Մարզիչը ներողություն։ Մարզիչը եւ հայրը։ Դե բնականաբար այդ ամեն մի ցավ էս պատկերացնում եմ, հասկանում եմ, որ իրոք շատ դաժան ծանր մարզաձև է, Բայց կոփված է ոնց։ բայց իրենք են ընտրել, իրենք են որոշել եւ ես ուրախ եմ, որովհետեւ Մշամարդը ինձ համար ես հասկացել եմ, որ դա ճիշտ կյանքի ճանապարհ է հարթել եւ ամբողջ կյանքը դա կարելի ասել պայքար է, իսկ Մշամարդը նույն պայքարն է։ Այնպես որ անհամեմատ հեշտ է մեծ կյանք մտնել ըմբիշի համար եւ ուրախ եմ, որ իմ որդիները իրենք են ընտրել եւ իրենք են ուրախ, որ ընտրել են այդ մարզաձևը։ Եվ անհաջող վայրեջքները այնքան էլ այդ ցավերից անկախ ամեն ինչն էլ հաղթահարել է մարդու համար։ Մենք այսօր շատ ենք խոսում ձեր մարզչի մասին, Արամ Սարգսյանի մասին, շատ ենք խոսում, թե ինչպիսի մարզիչ եք դուք։ Այսինքն մարզիչի դերը անգնահատելի է։ Եթե փորձենք սպորտսմենի հաջողության մեջ տոկոսային, հա, հասկանալ ինչ դեր ունի մարզիչը, քանի տոկոս դա կլինի։ Տոկոսներով չեմ կարող ասել, բայց հաստատ մի բան կասեմ։ Ես երախտապարտ եմ իմ մարզիչին, ամբողջ կյանքս, որ դառել եմ մեծ մարզիկ եւ կյանքի շատ դասեր եմ ընդունել իմ մարզիչից եւ եթե որից մի մարզիկ ասեր ես կդառնայի օլիմպիական խաղերի չեմպիոն ինքս ինձ, ուրեմն նման մարդու հետ ընդհանրապես չի կարելի զրուցել։ Մոռանալ մարզիչի աշխատանքը ես այն ժամանակ մտածում էի, թե ասենք անհամեմատ դժվար է մարզիկի գործը, բայց երբ որ մարզիչ դարձա, հասկացա, որ ինչքան հեշտ էր մարզիկի գործը։ Իրոք այն ժամանակ ես ասենք միայն ինձ համար էի մտածում իմ կոտեմարդերը, իմ հանգիստը, բայց դա անհամեմատ հեշտ է, երբ որ դու միայն քո մասին ես մտածում։ Իսկ երբ որ արդեն բոլորի մասին պետք է մտածես, բոլորի համար պետք է մարզումներ անցկացնես, ամենին անհատական մոտեցում, դա պատասխանատվությունը շատ մեծ է։ Իմիջիայլոց Արամ Սարգսյանը ձեզ ջերմ ողջունում էր եւ շատ էր ցանկանում իր ողջույնը նաեւ տեսանյութի միջոցով ուղղել, բայց այս պահին հենց մարզումների են, հա։ Եթե չեմ սխալվում, Մոսկվայում է գտնվում։ Ինքը Մոսկվայում է եւ ասեմ զարմանալի էներգիայով անձնավորություն է ինքը։ Ես հիշում եմ եւ չեմ կարող ոչ մի մարզիչի համեմատել Արամ Սարգսյանի հետ, որովհետեւ անսահմանափակ աշխատասեր ինքը առավոտյան 6-ից մարզվում էր մեզ հետ մինչեւ երեկոյան 11-ը։ Ու մինչեւ հիմա այդ կարգի շարունակում ենք աշխատել։ Դուք լավ խոսեցիք մարզիչի դերի մասին, ես ուզում եմ խոսել կնոջ դերը սպորտսմենի ընտանիքում, ձեր ընտանիքում հայրը եւ զավակները ըմբշամարտիկներ եւ ձեր տիկինը, որ նաեւ երկու զավակների մայր է, այ նրա դերը ինչպես կգնահատեիք դուք։ Գիտեք, ինչքան բարդ է մարզիկի կին լինելը։ Նախ երբ որ մեծ սպորտում ես, քո կինը պետք է քեզ սպասի անընդհատ դու ուսումնամարզական հավաքների անընդհատ բացակայություններ, մրցումներ եւ անկախ այդ սպասելուց ապրումները ամեն մրցումից ինքը սպասում է հաղթանակներ։ Իմ կինը շատ ինձ հասկանալով, սիրելով անցել այդ բոլոր բարդությունները եւ հասկանալով այդ ամեն ինչը, հետո որդիներն են անցել նույն ճանապարհը, կարելի ասել լրիվ տիրապետում եմ Մշամարդին եւ օրենքներին եւ հնարքները լրիվ հասկանում է եւ պատկերացնում եմ մարզիկի ռեժիմը, հանգիստը, սնունդը, մի խոսքով տիրապետում է ամեն ինչ, ինչ որ կախված է Մշամարդին։ Նույնիսկ հումորով շատ ժամանակ մարզումները վերջացնելուց հետո զանգ եմ տալիս մարզումներից հետո, ասում եմ մարզումները անցկացրեցինք, հարցնում է ամեն ինչ, խորապես իմ թիմի մարզիչները ասում են գլխավոր մարզիչին տեղակ եք պահում, ասում են բա ոնց, մինչև ինքը չասի լավ եք պարապել ես, ոնց կարող եմ շարունակել մարզումները։
Պարոն Ջուլֆալակյան, շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար։ Մեր ժամանակը սպառվում է։ Ընդամենը ցանկանանք ձեզ հաջողություններ ձեր գործին, մեր հավաքականին նոր հաղթանակներ, ընտանիքին բարեկեցություն։ Եվս մեկ անգամ շնորհավորենք ծննդյան օրվա առթիվ։ Եվ հեռուստադիտողին հիշեցնենք, որ այսօր մեր հյուրն էր Լևոն Ջուլֆալակյանը։ Կհանդիպենք։